Ամփոփելով անցնող տարին, այսօր հրավիրած ասուլիսին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գերեշտական ղեկավար Էդվարդ Թոփչյանն ասաց. «Գոհ է կատարած աշխատանքից այս տարվա ընթացքում։ Այս տարի ֆիլհարմոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման 85-ամյակը։ Նաև նվագախմբի կողմից հիմնադրած միջազգային երաժշտական փառատոնի 5-ամյակը լրացավ։ Ֆիլհարմոնիկը մեծ մասնակցություն ունեցավ նաև Հայաստանի անկախության 20-ամյակի հոբելյանական իրադարձություններին։ Այս տարի նվագախումբը նաև բազմաթիվ հյուրեր ունեցավ, արտասահմանից ժամանած բազմաթիվ անվանի երաժիշտներ։ Հիմա մենք ամենամեծ խնդիրն է նա, որ եկող տարի երաժիշտներ էլ ունենանք, որովհետև նորից վտանգ եմ զգում, որ թափով սկսվելու է արտահոսքը, որտեղ մարդիկ չեն կարող ստեղ ապրեն էլ։ Եվ այն դեպքում, որ ֆիլհարմոնիկը ինքը արվեստի բնագավառում ամենաբարձր վարձատրվող կոլեկտիվն է։ Ես շնորհակալ եմ դրա համար, այնպես չլինի, որ ես հիմա բողոքում եմ։ Ուղղակի այնուամենայնիվ կյանքը ցույց է տալիս, որ դա քիչ է։ Հիմա 10 հոգի կորցնելու վտանգ ունենք։ Հրավերներ ունեն։ Ունեն, ինչի՞ պիտի չունենան։ Եվ վաղուց ունեն։ Պատկերացրեք, որ այս մարդիկ ինչքան պատրիոտ են, որ շատերը շատ վաղուց, այսինքն իմ հետ միասին, շատ վաղուցվանից կարող են այստեղ չլինեն։ Իրանց պահում են միայն այս նվագախումբը եւ որ իրանց երկրում են։ Մարդիկ ուզում են մնան իրանց երկրում, բայց գիտեք, ի վերջո գալիս է մի օր, որ մարդիկ հասկանում են, որ եթե կարող են ստեղից գնան ու 6-7 անգամ ավել վաստակեն, կամ 10 անգամ, իսկ ինչի պիտի չանեն, է։ Էդվարդ Թոփչյանը մշտապես տարին շարունակ խոսել է այս մասին, որ չի կարելի ի վերջո այդքան քիչ վճարել արվեստագետին, դա լավ բանի չի հանգեցնում։ Հայ երաժիշտ, մենք ունեցել ենք հայ երաժիշտներ, շուտով կարողա չունենանք։ Ես 10 տարի է այս ասում եմ։ 10 տարի առաջ, երբ որ խոսում էի, ասում էի 10 տարի հետո էսպես է լինելու, ինձ ասում էին սխալ ես ասում։ Շատ սխալ ես ասում։ Հիմա 10 տարի հետո մենք տեսնում ենք, որ այն որ ինչ որ ես ներկայացնում էի, դա շատ ավելի վարդագույն գույներով էր, քան հիմա կա։ Հիմա մենք ունենք սենց վերջին անփոխարինելի մարդիկ ամենտեղ։ Դեռ այսօր ունենք։ Հունվարի վերջում կոնկրետ մեր նվագախումբը կարող է մի քանի հատ ուժեղ հարված ստացած լինի։ Մեր ունեցած բյուջեն, եթե այսօր չքառապատկվի, եւ դրա հետ մեկտեղ չստեղծվի մի հատ նոր երաժշտական ակադեմիա, ուրեմն մեր ապրելը քիչ է լինելու։ Եվ վերջում ամանորյա առաջին բարեմաղթանքը Էդվարդ Թոփչյանի կողմից։ Առողջություն, ուրախություն, ինչ է պետք մեզ։ Առողջություն, ուրախություն, մի քիչ ավելի լավ ապրելու հնարավորություն, գոնե։